Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, դուք ներողություն չեք խնդրել, որովհետև ինչ եք դուք ասում, ասում եք, եթե այս հայտարարության հետևանքով 5-ից 10% մարդիկ կարող են վիրավորված լինել, ես ներողություն եմ խնդրում։ Դա ներողություն չի, դա ձեր համոզմունքը պետք է լինի, ձեր համոզմունքը, ոչ թե այդ 5-ից 10%-ի։ Դուք այս հայտարարության համար ներողություն չեք խնդրում, որովհետև եթե իմ գործընկերներից մեկը օրինակ ասի, որևէ գործից հետո Վարդևանյանի կամ նրա գործընկերների դիակը տանեն իրենց տուն, եւ դուք գաք ասեք, ես ինչ է ասում, ձեզ համար ընդունելի կլինի, որ ասեմ, այ այդ փաստաբանների ծնողներից կամ տատիկ պապիկներից եթե 5-ից 10%-ը վիրավորվել է, ես ներողություն եմ խնդրում։ Ընդունելի կլինի, թե չէ, ես պետք է ասեմ ճիշտ է արել, թե սխալ է արել։ Եթե սխալ է արել, ուրեմն պետք է ես իմ թիմակցի համար ներողություն խնդրեմ կամ ստիպեմ, որպեսզի նա էլ ներողություն խնդրի։ Սա իդեպ։ Երկրորդը, պարոն Վարդևանյան, մենք ազգային ժողովի փոխնախագահ ենք ընտրում, ոչ թե Սահմանադրական դատարանի դատավոր կամ որևէ վճիռ ենք կայացնել, որովհետև ձեր տեքստերի դիմաց, եթե դուք ասեք պատվարժան դատարան կամ բարձր դատարան, կթվա, որ դուք գտնվում եք Սահմանադրական դատարանում։ Դրա համար խնդրում եմ հարցերը հիմա որ կտամ, կոնկրետ շատ ասեք, այո կամ ոչ, կամ այսպես է թե չէ։ Նայիրի կապիտալի սեփականատերը ով է եղել եւ արդյոք ձեր գործատուն եղել է Քոչարյանը այս ընթացքում։ Բագրատ Գալստանյանը, որը մեղադրվում է անկարգություններ հրահրելու եւ իշխանության յուրացման, եւ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանության մեջ է մեղադրում, քաղբանտարկյալներ են, թե չէ, եւ առայժմ այսքանը։ Իրապես հետաքրքիր էր, որ ձեր կողմից, պարոն Հարությունյան, եւ հենց ձեր փորձը համեմատական օրինակ բերելու եղավ հենց այդպիսինը։ Անկեղծ եմ ասում, դեռ որ ես հեսա շուտով 37 տարեկան եմ, բայց դեռ չէր եղել մի նախադասություն, որտեղ ինձ ասեին, որ պայմանական իմ դիակը։ Ամեն դեպքում հետաքրքիր էր, որ հենց դուք դա արեցիք, որպես համեմատական օրինակ բերելու։ Կրկին, ես կարծում եմ հենց միգուցե դա որպես քաղաքական մշակույթի օրինակն է, որ մենք պետք է համեմատական օրինակները բերելուց, իմ կարծիքն է դա, չբերենք գրեթե նվազ, բայց մոտարկված աստիճանի ցնցող խոսք։ Ես ամեն դեպքում բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք լսեցին ձեր այս խոսքը, ես ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ խնդրում այն արտահայտության համար, որը դուք վկայակոչեցիք հայ սակրավորներին վերաբերող։ Եթե հենց այդպես ձևակերպած ոնց ներկայացնում եք։ Ես այդ դժվարությունը չունեմ։ Եթե ձեզ թված, ես իրականում փորձել եմ մի կոնտեքստ կտրել եւ այլն այդպես ասել իմ ներողությունը, չկա նման բան։ Ես իմ գործողություններում ունեմ բավարար չափի ազնվությունը, անկեղծությունը փողոցում պարզ ճակատով քայլելու համար։ Նորից կասեմ, հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որը այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Ղազարյան Էդգարի կողմից ասված։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին։ Բայց նաև ձեր կողմից ասվածի համար էլ, պարոն Հարությունյան, ես ներողությունը խնդրեցի ամեն դեպքում բարեկամներս, ծանոթներս, ընկերներս, որ լսեն, թող ցնցող չլինի իրանց համար, ամեն դեպքում ազգային ժողովում մի քիչ իրավիճակը այլ լինում է, տենց բառամթերքը այլ լինում է, ամեն դեպքում սրա մեջ բացասական բան չկա, ժողովուրդ ջան։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցերին, Նայիրի ինշուրանսի, ենթադրում եմ, որտեղ անունը մի քիչ այլ կերպ ասացիք, Նայիրի կապիտալ ասացիք, երևի Տաշիր կապիտալին Նայիրի ինշուրանսին էիք փորձում, այսպես ասած, ավելի օպերատիվ հարցնել։ Նայիրի ինշուրանսի խորհրդի անդամ նշանակվել եմ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ։ Եվ դա ինչի համար է այդպես լինում, որտեղ ես խորհրդի անդամ եմ եղել։ Ես անկախ կարգավիճակ եմ ունեցել, հետևաբար ես որևէ մեկին, բացի հենց որպես խորհրդի անդամ հանդես գալու կարգավիճակից, սահմանափակում չեմ ունեցել։
Իդեպ դուրս եմ եկել նաև Nairi Insurance ապահովագրական ընկերության խորհրդի անդամի կարգավիճակից, երբ քաղաքական գործունեությամբ եմ սկսել զբաղվել։ Եթե թույլ տաք, մի քիչ ժամանակը ավել լինի, որովհետև արձագանք եք ունենալու, պարոն Վարդևանյան։ Հիմա թողեք պարոն Հարությունյանն արձագանքի, խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն։ Ում առաջադրմամբ է Կենտրոնական բանկը ձեզ այդ խորհրդում նշանակել, դա իրենց նախաձեռնությունն է եղել, թե չէ։ Երկրորդը, մի հատ sense արտահայտություն եք արել ձեր խոսքի մեջ, իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չի լինելու։ Իսկ այդ ում կողմից կարող է լինել նախաձեռնություն, որ դուք վերադառնաք ձեր փաստաբանական գործունեությանը, եւ վերջինը, այդ բանին, որ արհեստական բանականությանը հարցնում էիք որևէ Հռոմի Պապի որևէ որոշմամբ բան եղել է, դատական վճիռ կամ քրեական գործ եղել է, թե չէ, խնդրում եմ ասեք եւ ձեր եզրափակիչ ելույթում էլ կպատասխանեք, էլի մի հատ հարցրեք որևէ Հռոմի Պապ գոնե 20-21-րդ դարում կուսակրանությունը խախտել է, թե ոչ։ Արձագանք։ Շատ լավ, անդրադառնամ առաջին հարցին, առաջադրվել եմ Nairi Insurance ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերից Վահագն Խաչատրյանի առաջադրմամբ, Կենտրոնական բանկը հաստատել է իմ թեկնածության առաջադրումը, կարծում եմ դրանով կորպորատիվ ոլորտում բավականաչափ փորձ եմ ձեռք բերել, որը նաև ֆինանսատնտեսական ոլորտի տեսանկյունից էլ կարևոր է լինելու, ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցադրմամբ հնչեցված, կարծես դուք հարցնում էիք Բագրատ Սրբազանը եւ այլով քաղբանտարկյալներ են թե ոչ։ Հենց Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանի գործից առավել քան տեղեկացված եմ, հստակ կարող եմ ասել, որ քաղբանտարկյալ է, որի նկատմամբ տնային կալանքը որպես խափաման միջոց կիրառելու անհրաժեշտություն եւս բացակայել է։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի գործին, եկեք հետեւյալ բանաձևով նայենք։ Պարոն Վարդևանյան, ժամանակ։ Եկեք բոլոր դեպքերում արձագանքեմ, բայց Ավարտեք կարճ, բայց 10 վայրկյան ավարտեք, պարոն Վարդևանյան։ Եթե նայենք հարցին այսպես, պարոն Հարությունյան, կա մեղադրանք, կա խափաման միջոց կալանք։ Եթե այլ խափաման միջոց է կիրառվում, դրանում ինչ որ խնդիր կա։ Իդեպ քաղբանտարկյալի համար սա բանաձևերից, ռեբուսներից մեկն է։ Հիմա ինչի համար է կիրառված կալանք։ Պարոն Վարդևանյան, շնորհակալություն։ Նատալիա Սինորյան։